բոլորին։ Այժմ գտնվում ենք Դրախտիկում, Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում, որը առանձնահատուկ է իր բուսական բազմազանությամբ, եւ այնտեղ մեծ դեր է գրավում չիչխանը։ Այս բազմամյա թուփը վերջին տասնամյակներում լայն տարածում է գտել Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Սևանի ավազանում, Հայաստանի հյուսիսարևելյան, կենտրոնական եւ հարավային շրջաններում։ Ներարկի շվերի պես այս բարձր սննդարար ու բուժական արժեք ունեցող բնության պարգև է եւ դարձավ հետաքրքրության առարկա։ Հարուստ է կանոններով, հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, E-ով, օրգանական թթուներով, շաքարներով, ճարպաթթուներով եւ այլ բազմաթիվ օրգանական տարրերով։ Բուժում է աթերոսկլերոզը, հիպերտոնիան, վաղաժամ ծերացումը, լավագույն դեղամիջոցն է սրտանոթային, աղեստամոքսային եւ այլ օրգան համակարգերի համար։ Այս շարքը կարող է մանթիվ թվարկել, որովհետեւ չիչխան օժտված է բավականին բուժական հատկություններով։ Սակայն այս ամենի կողքին կանգնած է դրա մեկ բացասական հետևանք՝ դրա ինվազիվությունը, որոնք կարող է կրճատել տվյալ տարածքի էկոլոգիական համակարգը եւ վատթարացնել գյուղատնտեսական հողերը։ Բայց եթե ճիշտ մոնիթորինգի ենթարկենք չիչխանը, կհասկանանք, որ նրա ինվազիվությունը այդքան էլ բացասական հետևանքներ չունի։ Նրա ինվազիվության միջոցով կարող ենք ամրացնել հողերը, փրկել սողանքներից եւ չիչխանը կհանդիսանա բնական պատնեշ։ Եվ որպեսզի կարողանանք ճիշտ եւ ռացիոնալ օգտագործենք այս բազմամյակը, մեր հետազոտությունը տարել ենք այս հիմնական ուղղություններով։ Տնտեսահարցնաբերական ուղղություն, չէ՞ որ ճիշտ չիչխանի ճիշտ օգտագործումը հնարավորություն կտա զարգացնել տնտեսությունը։ Բնապահպանական ուղղություն, եթե ուսումնասիրենք չիչխանի կենսաբանական եւ ֆիտոքիմիական կազմը, կպարզենք նրա մեջ գտնվող նյութերի քանակը եւ ըստ այդմ մենք կարողանանք այն օգտագործել բժշկագիտության, սննդարարության եւ կոսմետոլոգիայի մեջ։ Այժմ մեր հետազոտական խումբը հավաքագրում է եւ նշառում է չիչխանը, եւ այս չիչխանի մի հատվածը մենք կտանենք դպրոց, կպատրաստենք եթերային յուղ, հյութ եւ մուրաբա։ Իսկ մյուս հատվածը արդեն իսկ պայմանավորվածություն ունեն Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի հետ եւ այնտեղ լաբորատոր պայմաններով կկատարենք փորձաքննություն, ըստ որի կպարզենք մեր կողմից նշառված չիչխանի մեջ պարունակող C վիտամինի, գլյուկոզի, սախարոզի եւ ֆրուկտոզի քանակը, իսկ մյուս հատվածը կուղարկենք ստանդարտ լաբորատորիա։ Մեր ձեռքի տակ ունենք դաշտային աշխատանքների գրանցման ձևաթուղթ, ըստ որի նշելու ենք տեղանքի անունը, տեղաբաշխումը GPS հասցեի միջոցով, նշելու ենք տարածքի բարձրությունը ծովի մակարդակից, կլիմայական պայմանները, օդի ջերմաստիճանը, հողի տեսակը, խոնավությունը, տարածքի լանդշաֆտը, մարդկային ազդեցությունները։ Մեր հետազոտությունների միջոցով կպարզենք թփի բարձրությունը, լայնությունը, տերևների տեսքը եւ գույնը, եւ այս ամենը կկատարենք անհատապես յուրաքանչյուր թփի հետ։ Սակայն մեր հետազոտությունը չի սահմանափակվում միայն Դրախտիկով։ Տվյալ տարածաշրջանի նմուշները վերցնելու հետո մեր քույրերը կուղենք դեպի ծրագիր, Մարտունի եւ Խավար, որտեղից են կվերցնել նմուշներ, կհանձնենք լաբորատորիա եւ այս լաբորատոր փորձաքննությունների կհասկանանք նրանց մեջ պարունակող C վիտամինի եւ շաքարների քանակը։ Ըստ այդմ արդեն համեմատական վերլուծության միջոցով կհասկանանք, թե որ տարածաշրջանի չիչխանը ցույց տվել ավելի լավ ցուցանիշներ եւ կնայել կփորձենք վերլուծել եւ հասկանալ, թե ինչ արտաքին գործոններ են նպաստում այդ ամենին։ Երևանի պետական համալսարանի ֆորմացիայի ինստիտուտի տեղապատրաստողների որակի և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որտեղ փորձագետ տեղագործական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի հետ միասին իրականացնենք հետազոտություններ։ Մեր կողմից բերված չիչխանի մեջ կգտնենք թե վիտամինի, գլյուկոզի, սախարոզի և ֆրուկտոզի կոնցենտրացիաները, որոնք հիմք կհանդիսանան հետագա հետազոտությունները։
ժամանակն է, X-երի առանցքների վրա 30 րոպե ու ժամանակի 0 պահից արդեն անցավ 60 վայրկյան անցել է եւ այստեղ բաներն է, պիկի բարձրությունը, այսինքն ինտենսիվությունը։ Եվ ժամանակը գնում է, հիմա տեսնեք մեր բազային գիծը, երբ որ էլուենտն է հոսում, դեռ 0 է։ Երբ որ մեր նմուշը արդեն կհասնի դետեկտորին, մենք այստեղ կունենանք պիկ։ Եվ հետո կիմանանք այդ որ րոպեին դուրս եկավ, կիմանանք մենք գիտենք գլյուկոզի լուծույթը, գլյուկոզը դուրս գալու ու րոպեն կֆիքսել։ Ու մինչև ինքը դուրս գա, եկեք մենք արդեն սարքեդույի արտայի մեջ 3 հատ տարբեր շաբաթ, ոչ խաղնիքով, հետո աշխատող խաղնիքով, որտեղ հնարին է արյատը խնդրել խաղհատ շաբաթ։ Դիտարկեցինք այն խնդիրները, որոնց պատճառով Չիչխանը լայնորեն չի օգտագործվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում։ Դիտարկեցինք նաեւ Գեղարքունիքի մարզի տարածաշրջանի, Ծովագյուղի, Մարտունու, Գավառի, Դրախտիկի եւ Լճակի տարածաշրջաններում աճող Չիչխանը։ Վերլուծեցինք, հետազոտեցինք եւ հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ Գեղարքունիքի մարզում աճող Չիչխանը հարուստ է իր սննդարար տարրերով, հիմնականում բնական շաքարի բաղադրությամբ եւ C վիտամինի բարձր կոնցենտրացիայով։ Հետազոտություններ իրականացրել են Երևանի պետական համալսարանի ֆարմացիա ինստիտուտում եւ միջազգային ճանաչում ձեռք բերած ստանդարտ դիալոգ լաբորատորիայում։ Ըստ հետազոտությունների պարզ դարձավ, որ Չիչխանի մեջ պարունակվող C վիտամինի բարձր կոնցենտրացիան ցուցաբերվել Ծովագյուղի երկրորդ նմուշում եւ Գավառի երկրորդ նմուշում։ Ծովագյուղի երկրորդ նմուշում 244.7 միլիգրամ է 100 գրամում, իսկ Գավառում 168 միլիգրամ 100 գրամում, սակայն Մարտունու տարածաշրջանում ավելի պասիվ արդյունքներ են ցուցաբերվել 17-ից 25 միլիգրամ 100 գրամում։ Այս ամենին նպաստում են բազմաթիվ արտաքին պատճառներ, որից մեկն է ցրտաշունչ կլիման եւ ջրի սակավությունը, ինչպես նաեւ հողի աղքատ բուսականությունը, չէ՞ որ հողի վատ կառուցվածքը կնպաստի Չիչխանի մեջ պարունակվող C վիտամինի կոնցենտրացիայի բարձրացմանը, որովհետեւ Չիչխանը համարվում է սթրեսի բույս, եւ եթե Չիչխանում բարձր է C վիտամինը, դա նշանակում է, որ Չիչխանը նաեւ հարուստ է հակաօքսիդանտ նյութերով։ Իսկ Դրախտիկի տարածաշրջանում առավել հայտնի է Չիչխան իր բնական շաքարների մեծ պարունակությամբ։ Դրան նպաստում են տաք եւ արևոտ օրերը, որովհետեւ արևոտ օրերի ժամանակ ֆոտոսինթեզը ավելի ակտիվ է իրականում եւ Չիչխանի մեջ պարունակող շաքարները ավելի ակտիվ են զարգանում։ Նաեւ դրան նպաստում է ջրի ստաբիլ առկայությունը, հողի խոնավությունը եւ սնուցումը։ Եվ այս ամենը հետազոտելով մեր հետազոտական աշխատանքի խմբով պատրաստեցինք Չիչխանի կոմպոտ, հյութ, յուղ, օղի եւ ինչպես նաեւ մուրաբա, պահպանելով Չիչխանի սննդային արժեքը։ Բացի դրանից նաեւ պատրաստել ենք տեղեկագիր Չիչխանի մասին, որ ունի կենսաբանական հետազոտական նպատակներ։ Այստեղ ներկայացրել ենք բժշկական եւ առողջապահական արժեքը, խոսել ենք Չիչխանի ինվազիվության մասին, ինչպես է տարածվել Չիչխանը Հայաստանում եւ ինչ խորհուրդներ ենք տալիս Չիչխանի օգտագործման դեպքում։ Նաեւ մեր արտադրատեսակները պիտակավորելու նպատակով պատրաստել ենք լոգոներ, որոնք ունեն հատուկ նշանակություն։ Այստեղ ներկայացված է մեր ապրանքանիշների անունները, օրինակ Չիչխանի կոմպոտ, ներկայացված է Չիչխանի կոմպոտի նշանը եւ մեր Սևանալճի ալիքները, որովհետեւ ցանկանում ենք ցույց տալ, որ այս ամբողջ արտադրատեսակները պատրաստված են Սևանալճի ավազանում աճող Չիչխանի կողմից։ Եվ այս ամենը վերլուծելով, մեր աշխատանքները ընդհանուր իմի բերելով հասկացանք, որ Գեղարքունիքի տարածաշրջանում աճող Չիչխանը ոչ միայն հարուստ է իր սննդարար տարրերով, այլև կարող է օգտագործվել առողջ սննդի եւ բնական արտադրանքի որակյալ հումք հանդիսանալ, եթե ճիշտ եւ ռացիոնալ գնահատենք դրա դերաբնության եւ մարդու կյանքում։